Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշոնկոն եւ Իրանի դեսպան Կազեմ Ջալալին Մոսկվայում քննարկել են երկու երկրների հարաբերություններին, տարածաշրջանային ու գլոբալ զարգացումներին վերաբերող կարևոր հարցեր։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը նախագահական նստավայրում հանդիպել է քրդական բանվորական կուսակցության պատվիրակության Փերվին Բուլդանի եւ Սրըր Օնդերի հետ։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է առայժմ չանցկացնել ընտրություններ երկրում։ Նյու Յորքում զբոսաշրջիկների ընտանիքին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 6 մարդ, այդ թվում 3 երեխա, հաղորդում է BBC-ն։ Ռուսաստանը մշակում է նոր պահանջներ արտասահմանյան ընկերությունների վերադարձի համար։ Հիմնական պայմաններն են չֆինանսավորել Ուկրաինայի զինված ուժերին, օտարերկրյա գործակալներին կամ անցանկալի կազմակերպություններին, չունենալ հարկային պարտքեր, ինչպես նաև պատշաճ կերպով իրականացնել աշխատակիցների վճարումները։ Ստամբուլում մեկնարկել են ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները, որոնք ընթանում են փակ ձևաչափով։ Այս մասին հաղորդում է RBK-ն։ Քանյե Ուեսթը X սոցիալական ցանցում նշել է 3 պատճառ, թե ինչու իրեն թույլ չեն տվել ելույթ ունենալ Սուպեր Բոուլի ընթացքում։ Նրա խոսքով պատճառներից են նախկինում Ջորջ Բուշի մասին հրապարակային արված քննադատությունները, երբ ինքը մեղադրել էր Բուշին սևամորթներին չաջակցելու մեջ, հաջորդը իր Make America Great Again գլխարկը եւ իհարկե Թեյլոր Սվիֆթի հետ ունեցած կոնֆլիկտը։ Apple-ը սկսել է բեռնափոխադրումներ Հնդկաստանից ԱՄՆ Դոնալդ Թրամփի սահմանած նոր սակագներից խուսափելու համար, հայտնում է CBC-ն։ Ռուսաստանում առաջարկում են ալկոհոլի գնման ինքնաարգելք մտցնել, իսկ խնայված գումարը ուղղել սպորտով զբաղվելուն։ Շքեխաղքուստներ արտադրող Capri Holdings-ը հայտարարել է, որ Versace-ի հետ վաճառքի գործարք է կնքել 1.4 միլիարդ դոլարով, որը կավարտվի տարվա երկրորդ կեսին։ Ջասթին Բիբերը Հոլիվուդում բախվել է պապարացիների հետ, մեղադրելով նրանց ագահության եւ մարդկանց հանդեպ անտարբերության մեջ։ Վոլոգդայից հետո Նիժնի Նովգորոդն էլ է նախատեսում սահմանափակումներ մտցնել ալկոհոլի վաճառքի վրա։ Հրապարակված օրինագծի համաձայն կիրակի օրերին վաճառքը կարգելվի ամբողջությամբ։ Նորվեգիայում վաճառքի է հանվել մի ամբողջ կղզի ընդամենը $220,000, ինչը համարժեք է 1 սենյականոց բնակարանի արժեքին։ Ռուս դերասան Յուրիա Բորիսովը, ով անորա ֆիլմում խաղացած դերի համար առաջադրվել էր Օսկարի, պայմանագիր է կնքել հոլիվուդյան United Talent Agency Top գործակալության հետ։ Չինացի մի տղամարդ դիմել է հիվանդանոց, բողոքելով երկարատև հազից եւ աչքերի կարմրությունից։ Բժիշկները պարզել են, որ նա վարակվել է թոքերի սնկային վարակով։ Տղամարդը պատմել է, որ սովորություն ունի գուլպաները լվանալուց առաջ շնչել դրանցից արձակվող խոտը։ Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կանեփի օգտագործումը հանգեցնում է DNT-ի համատարած եւ երկարատև էպիգենետիկ փոփոխությունների։ Դրանք կարող են ազդել այնպիսի կարևոր գործընթացների վրա, ինչպիսիք են ծերացումը, քաղցկեղի զարգացումը, ուղեղի աշխատանքը եւ հոգեկան խանգարումները։